Սեպտեմբերի 14-ին Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններն են, առաջադրված 4 թեկնածուները ներկայացնում են նախընտրական ծրագրերը, ոլորտի ձեռքբերումներից ու խնդիրներից այսօր խոսել է թեկնածուներից Արա Զոհրաբյանը և նախընտրական ծրագրում նաև դրանց լուծումներն առաջարկել, կարևորելով ոլորտի անկախությունն ու թափանցիկությունը։ Մարգարիտ Սարգսյանը փաստաբանական նախընտրական մանրամասներով։ Ինձ համար միշտ ոսկե կանոնը եղել Աստվածաշնչյան հենց ոսկե կանոնը, որ այն ամեն ինչ կամենակ մարդիկ ձեզ անեն, դուք արեք նրանց։ Եթե դու ինքդ դրական սերմեր ես անում, ապա դրական պտղներ ես քաղում, եւ հակառակը։ 14 տարիների փաստաբանական գործունեության ընթացքում Արա Զոհրաբյանի որդեգրած կարգախոսը չի փոխվել։ Փաստաբանի բարդ ու պատասխանատու գործում ինչ օրս կարևորում է արժեքներ, որոնք առավելագույնս են ապահովում փաստաբան վստահորդ արդյունավետ համագործակցությունը։ Շատ հաճախ եմ ես համեմատում զուգահեռներ անցկացնում օրինակ բժշկի հետ։ Եթե օրինակ այցելուն գնում է բժշկի մոտ եւ իր ցավի մասին խոսելիս, եթե բժիշկը միանգամից նայելով վերքին վախենում է կամ արագ չի կողմնորոշում, չի կարող վստահ պատասխանել, այցելուի մոտ բնականաբար առաջանում է մտահոգություն, որ բժիշկը պրոֆեսիոնալ չէ։ Այսինքն շատ կարևոր է փաստաբանը լինի վստահ։ Իհարկե դա նշանակում է նաև լինի տիրապետի որոշակի գիտելիքների։ Տարիների ընթացքում ղեկավարելով Զոհրաբյան եւ գործընկերներ փաստաբանական գրասենյակը, Արա Զոհրաբյանը անգամ աշխատակազմ ձևավորելիս միշտ բարձր է գնահատել անձի մարդկային հատկանիշները, որոնք փորձի եւ գործունեության ընթացքում ձեռք բերել հնարավոր չէ։ Պակաս կարևոր չեն մասնագիտական հմտությունները։ Զոհրաբյան եւ գործընկերներ փաստաբանական գրասենյակում մարդկային հատկանիշները զուգակցում են մասնագիտական որակի հետ։ Հենց սա էլ Արա Զոհրաբյանը համարում է իրեն ձեռքբերումների գրավականը, կարևորելով նաեւ թիմային աշխատանքի կարողությունը։ Թիմային աշխատանքի շնորհիվ մենք կարող ենք հաջողության հասնել, կարող եմ ասել, որ մենք յուրաքանչյուր տարվա նախորդ տարվա համեմատությամբ ունենք աճ, ունենք ֆինանսական աճ, ունենք ընդ որում աշխատավարձերի բարձրացման աճ, եւ սա ես կարծում եմ ուղղակի մեր համար դա հաղթանակ է։ Սեպտեմբերի 14-ին կայանալու են Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները, 4 թեկնածուների թվում է նաև Արա Զոհրաբյանը, իր թիմակիցների հետ լրագրողներին է ներկայացնում ոլորտի ձեռքբերումները, խնդիրները, նաև դրանց լուծման տարբերակներն առաջարկում։ Կարևորում է կառույցի թափանցիկությունը, անկախ գործելավոճն ու համախմբվածությունը, իսկ գործընկերներին ընտրություններին ընդառաջ հանդուրժողականության կոչ է անում։ Կարծում եմ, որ այս ընտրությունների արդյունքում պետք է փաստաբանությունը մեկ քայլ առաջ գնա առնվազն եւ ոչ թե հետ գնանք։ Այսինքն կոչս ուղղված է մյուս տեխնացուներին, որպեսզի մենք պահպանենք հավասարակշռություն, մեր թիրախում վերցնենք խնդիրները, ոչ թե անձանց։ Անկախ ընտրությունների արդյունքներից Արա Զոհրաբյանը հավատացում է շարունակելու է ակտիվ գործունեությունը Փաստաբանների պալատում, անելով հնարավորը, որ այն միայն հաջողություններ գրանցի։ Պալատի հաջողությունները դա բոլոր յուրաքանչյուր փաստաբանից հաջողություններն են։ Իսկ պալատը պետք է կայանա, ինչպես որ կայացման process-ում է գտնում, պետք է կայանա, որպեսզի բոլոր փաստաբաններս էլ հանգիստ կարողանանք մեր մասնագիտական գործունեությունը իրականացնել։ Արփինե Թամրազյան, Վահագն Հովհաննիսյան, Լրաբեր։